Այսօր Վաշինգտոնում կայացել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի եւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը։ Մարկո Ռուբիոն եւ Արարատ Միրզոյանը հաստատել են TRIP ծրագրի համար Հայաստան Միացյալ Նահանգներ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Սա աննախադեպ փորձ է վերաձևել Հայաստանի դերը տարածաշրջանում, փակ սահմաններով երկրից դարձնելով անցուղի, հանգույց, կայուն եկամուտ ստեղծող համակարգ։ TRIP-ով ըստ էության Հայաստանը ստանում է 3 խոշոր արդյունք։ Առաջինը ներդրումներ ու աշխատատեղեր, ճանապարհների, երկաթուղու, էներգետիկ եւ թվային ենթակառուցվածքների զարգացման միջոցով, երկրորդը նոր շուկաներ ու արտահանման ուղիներ Հայաստանը կապելով տրանսկասպյան երթուղուն։ Երրորդը անվտանգության նոր տրամաբանություն, երբ խաղաղությունը պահվում է ոչ թե դատարկ հայտարարություններով, այլ շահերով ու փոխադարձ կախվածություններով։ Փաստաթուղթը հստակ ամրագրում է սահմանային ու մաքսային վերահսկողությունը, մաքսատուրքերի գանձումը եւ օրենքի կիրառումը Հայաստանի լիարժեք իրավազորության ներքո են։ Կան իհարկե մի քանի պարզ հարցեր, որոնք պետք է ստանան նույնքան պարզ հրապարակային պատասխաններ։ Ինչպես է երաշխավորվելու, որ այս նախագծի կառավարման մոդելում որևէ որոշում չշրջանցի Հայաստանի վերահսկողությունը։ Ինչու են ընտրվել այսքան երկար ժամկետներ։ Ինչ հստակ գործարկվող պաշտպանական մեխանիզմներ ունի Հայաստանը իր շահերը պաշտպանելու, ամուր կերպով առաջ մղելու համար։ Ով եւ ինչ բաց չափանիշներով է ընտրելու այսպես կոչված front office օպերատորներին, որպեսզի դա չդառնա կոռուպցիոն ռիսկերի եւ փակ պայմանավորվածությունների սխեմաների եւ ինչպես են բացառվելու կողմնակի վճարներն ու միջնորդավճարները, որտեղ են լինելու երթուղիների հստակ անցման գոտիները եւ ինչպես են լիարժեք պաշտպանվելու համայնքների իրավունքները, որն է տվյալների անվտանգության խախտում չթույլատրող կարմիր գիծը եւ վերջապես վեճերը որ իրավական դաշտում են լուծվելու ու որն է Հայաստանի հստակ գործարկվող կասեցման իրավունքը, եթե գործընթացը շեղվի կամ փորձ արվի ծրագիրը վերածել քաղաքական պարտադրանքի ճնշման լծակի։ Այս պատասխանները պետք է լինեն հրապարակային, չափելի եւ պարտադիր, որպեսզի TRIP-ը դառնա Հայաստանի երկարաժամկետ զարգացման ամուր հենասյունը։